Հայաստանի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններն ընդհանուր առմամբ եղել են մրցակցային և լավ կազմակերպված։ Այս մասին նշվում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի, նաև Միջազգային հանրապետական ինստիտուտի հրապարակած նախնական գնահատականներում։ ԵԱՀԿ-ի գլխավորած միջազգային դիտորդական առաքելության գնահատմամբ ընտրողները հնարավորություն են ունեցել ընտրություն կատարել տարբեր քաղաքական ուժերի միջև, իսկ ընտրական գործընթացը տեխնիկական առումով կազմակերպվել է պրոֆեսիոնալ մակարդակով։ Դիտորդները բարձր են գնահատել ընտրական վարչակազմի աշխատանքը և արձանագրել, որ դիտարկված ընտրատեղամասերի մեծ մասում քվեարկությունն անցել է դրական մթնոլորտում։ Միաժամանակ զեկույցում նշվում է, որ քարոզարշավը եղել է բևեռացված և ուղեկցվել է կոշտ հռետորաբանությամբ, ընտրակաշառքի և այլ խախտումների վերաբերյալ հաղորդումներով։ Միջազգային դիտորդները մտահոգություն են հայտնել նաև ընդդիմադիր ակտիվիստների նկատմամբ քրեական հետապնդումների, պետական համակարգի որոշ աշխատակիցների վրա հնարավոր ճնշումների և արտաքին միջամտության փորձերի վերաբերյալ։ Բևեռացված մեդիա միջավայրը, ապատեղեկատվությունը և արտաքին միջամտության դրսևորումները մարտահրավեր նետեցին Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությանը և հանրային քննարկման ամբողջականությանը։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը հայտնել է, որ ընտրությունները տեղի են ունեցել բարդ աշխարհաքաղաքական պայմաններում։ Ռուսաստանի կողմից գործադրվող ճնշումներն ու սպառնալիքները հասել էին մտահոգիչ մակարդակի։ Ընտրական մարմինները գործել են խիստ հսկողության ներքո, մինչդեռ ընտրողները ենթարկվել են շարունակական քաղաքական ճնշման և հանրային քննարկումների։ Ներքին և արտաքին գործոններից բխող լարվածությունը մեծացրել է այս ընտրությունների շուրջ ճնշումը և ազդել ընտրական վարչարարության որակի վերաբերյալ հանրային ընկալման վրա, ընդգծելով կառուցողական քաղաքական մթնոլորտի խթանման և ընտրական մարմինների նկատմամբ հանրային վստահության ամրապնդման կարևորությունը։ Իր հերթին Միջազգային հանրապետական ինստիտուտի դիտորդական առաքելությունը նշել է, որ քվեարկության օրը եղել է հանգիստ և պատշաճ կազմակերպված, իսկ ընտրական մարմինները կարողացել են ապահովել վստահելի և թափանցիկ գործընթաց։ Քվեարկության օրը գործընթացները եղել են պատշաճ կազմակերպված։ Մենք բարձր ենք գնահատում ընտրական մարմինների աշխատանքը վստահելի և թափանցիկ ընտրական գործընթաց ապահովելու համար։ Միջազգային հանրապետական ինստիտուտի դիտորդական առաքելությունը նաև խորհուրդ է տվել շարունակել աշխատանքը ընտրակաշառքի հնարավոր սխեմաների կանխարգելման և քաղաքական ֆինանսավորման թափանցիկության բարձրացման ուղղությամբ։ Կազմակերպության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ավագ տնօրեն Սթիվեն Նիքսը նշել է, որ ընտրությունների արդյունքներն ու նախընտրական հարցումները ցույց են տալիս Հայաստանի քաղաքացիների եվրոպական ուղղվածության ձգտումը։ Հայաստանի ընտրական համակարգը դիմակայեց արտաքին միջամտության փորձերին, իսկ ընտրությունների կազմակերպիչներն արժանի են բարձր գնահատականի ընտրական ամբողջականությունն ապահովելու համար։ Միջազգային դիտորդական առաքելությունները հայտարարել են, որ առաջիկա շաբաթներին կհրապարակեն իրենց վերջնական զեկույցները, որոնք կներառեն ընտրությունների մանրամասն վերլուծությունն ու բարեփոխումների վերաբերյալ առաջարկությունները։ Սոնա Գիշյան, Արմեն Բոյաջյան, Free News, Ազատ լուրեր։